Մեղադրանքները մի քիչ շատ ծիծաղալու եւ абսուրդային են, խարդախության օժանդակություն եւ փողերի լվացման օժանդակություն, այսինքն եւ մենք շատ մանրամասների մեջ չենք ներկայացնի, բայց ընդհանուր առմամբ այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետքա ճանաչվեր տուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի, խոսքը գնում է հայ-իրանական համատեղ առևտրային պալատա ստեղծվել, Ծառուկյանը փորձել է նպաստել, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները լուրջ զարգանան առևտրային եւ այս առումով նաեւ պետական մակարդակով այնտեղից թույլտվություններ են տվել իրենց կազմակերպությունները, որ գան այստեղ մասնակցեն եւ հիմնվի այդ համագործակցության համար համապատասխան կազմակերպությունները, այսինքն լուրջ ներդրում արել միջպետական հարաբերությունների զարգացման առումով, բայց այդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ որոշակի չարաշահումներ են թույլ տվել եւ դրա հետ կապված նաեւ այստեղ հաղորդումներ կան ներկայացած նրանց դեմ, բայց քանի որ իրենք էլ օգտվելով իրենց հնարավորություններից Իրանում են համապատասխան հաղորդումներ տվել, այնտեղի նյութերը ուղարկել են այստեղ եւ չգիտենք ինչի մեր իրավասու մարմինները պետական հիմք են ընդունել իրանական կողմի որոշակի նյութեր եւ դրա հիման վրա որոշել են, որ պետք է Ծառուկյանին վերածեն մեղադրյալի, այն դեպքում, երբ որ այստեղ ասում եմ նրա մասնակցությամբ կազմակերպությունը եւ պետք է տուժող ճանաչվեր։ Հիմա այս տեսանկյունից մեր համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքացու շահերը եւ այնպիսի իրադրությունում, երբ որ միջպետական հարաբերությունների զարգացման համար էր այս բոլոր գործողությունները կատարվել, փոխանակիր քաղաքացու շահերը պահպանվի, այս դեպքում ի վնաս է լինում եւ դա հասկանալի է, որ խոսքը այս դեպքում քանի որ Ծառուկյանի մասին է, դրա համար այս գործողությունները կատարվեցին։ Ինչի կատարվեցին, որովհետեւ ուղիղ հայտարարություններ եղան, սպառնալիքներ եղան, որ Ծառուկյանի հետ կապված նման գործողություններ են լինելու, ավելին հենց այս ընթացքում, երբ որ այս գործողությունները կատարվում էր, իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում էին, որ տեսակ ասեցինք ու արեցինք։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ բոլոր քննչական մարմինները, հարկային մարմին, դատախազություն, բոլորը սպասում էին, որ այսօր նույն ժամին բոլորը միաժամանակ սկսեին գործողություններ կատարել։ Այսինքն սա ուղիղ նշանակում է, որ մի կետից հրահանգ է եղել, այլապես 19 թվականին, 20 թվականին, 22 թվականին, 24 թվականին հարուցված ինչ-որ գործերով, այսօր չէր որոշվի, որ մի անգամից տարբեր մարմինների վարույթներում գտնվող բոլորը միանգամից ակտիվանում են։ Ավելին ասեմ, նույնիսկ հենց այսօր հիշել են, որ Աբովյանի քննչական բաժնում ինչ-որ քրեական գործ կա, որով այն կենդանիները, որ այստեղ պայմանական ազատ վիճակում են, այսինքն պահվում են, որոշել են, որ պետք է այս կենդանիները շատ վատ են այստեղ գտնվում, պետք է արագ վերցնեն, տանեն կենդանաբանական այգում փոքր վանդակների մեջ գցեն, որովհետև այնտեղ իրենք ավելի լավ են պահելու, այդ կենդանիների համար ավելի լավ է լինելու։ Այսինքն այս ամեն ինչ ուղիղ վկայում է նրա մասին, որ կոնկրետ մի կետից հանձնարարել են հնարավոր բոլոր եղանակներով ցավացնել, եւ սա իրավական գործընթացից ոչ մի կապ չի կարող ունենալ։ Իրենք ասում են, որ կենդանիներին այստեղ պահելու իրավունք չկա։ Այսօր հիշել են դրա մասին եւ եկել են ու որոշել են, որ որոշ կենդանիներ հասկացել են, որ ամբողջը չեն կարող տանել, որովհետեւ եթե ամբողջը տանեն, նախ այդքան պետք է կարողանան պահեն։ Իսկ այստեղ այդ կենդանիները շատ լավ պայմաններում են պահպանվում, իսկ հիմա իրենք պետքա տանեն կենդանաբանական այգում, խոսքի մի քանի կենդանի փորձեն փոքր վանդակներում պահեն, ինչքանով կարողանան իրեն գիտեն։ Մյուս գործերը ուղղակի այս ճնշումների շարունակությունն է, որպեսզի բոլոր հիմնարկ ձեռնարկությունների գործունեությունը կանգնացվեն։ Գործին վերաբերելի որևէ նյութ չեն վերցրել ըստ էության, իսկ մնացած ինչ որ վերցրել են ապօրինի, դրա մասին հայտարարությունները մեր կողմից կատարվել են ու հետագայում բողոքարկման պրոցեսներ կսկսվեն։ Այս պահին ոչ։